Հարգելի պարոն քաղաքապետ, Կոնտ թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց երկփուլանի մրցույթի վերաբերյալ հայտնում եմ, որ այն կազմակերպվել եւ անցկացվել է քաղաքաշինության կոմիտեի կողմից, սակայն մրցույթի արդյունքների ամփոփման արդյունքում առաջի տեղը զբաղեցնող մասնակից չի հայտարարվել, այսինքն չի արձանագրվել մի հայեցակարգ, որը ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի կողմից ներկայացված պահանջներին, ուստի ներկայումս կոմիտեն քաղաքապետարանի հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում առկա հայեցակարգերի եւ այլ ճարտարապետական լուծումների համադրմամբ մեկ ամբողջական հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը նաև պետք է անցնի քննարկումներ մասնագիտական հանրույթի հետ, որից հետո արդեն մեկ միասնական հայեցակարգի առկայության պայմաններում հնարավոր կլինի քննարկել այն կիրառելու ուղղությունները, ներդրողների ներգրավման եղանակները եւ անցնել կոնդի վերակառուցման ծրագրի իրականացման գործնական փուլին։ Շնորհակալ եմ Տիկին Թևանյան, իհարկե սա այսպես ասած մրցութային process-ի նաև 4 տարի փաստացի գործընթաց է տեղի ունեցել, այս գործընթացը մեկնարկել եմ ես 2021 թվականին, եթե չեմ սխալվում, փոխվարչապետ եղած ժամանակ։ Եվ ենթադրվում էր 1 տարվա ընթացքում այս մրցույթը պետք է իրականանա միջազգային, պետք է ունենա հաղթող, եւ այդ հաղթող նախագիծը կոնդի վերակառուցման նախագծի արդեն հիմքում պետք է լիներ։ 21 թվականից անցավ 4 տարի, 2025 թվականն է, այս մրցութային գործընթացով մենք փաստացի չունենք հաղթող, ունենք այնուամենայնիվ որոշակի նյութեր, որոնց հետ կարելի է աշխատել, եւ սա ինչի եմ հատուկ բարձրաձայնում, որովհետեւ դեռևս 2019 թվականին անընդհատ կար այդ բանը միջազգային տարբեր մրցույթներ անցկացնելու տարբեր թաղամասերի վերաբերյալ եւ կարծում եմ նաեւ պետքա այս դասերը քաղել, թե ինչպես չանել գործընթացը, որովհետև միջազգային մրցույթը միանշանակ ճիշտ տրամաբանությունն է, բայց պետք է հասկանալ ինչն է սխալ գնացել այստեղ, որտեղ ենք ունեցել խնդիրներ, որ 4 տարի միջազգային մրցույթ ենք իրականացրել եւ փաստացի նույնիսկ հաղթող չունենք, եւ սա անհատապես որևէ մեկի մեղավորությունը չեմ ուզում փնտրել այս հարցում, որովհետև կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց վստահաբար ամեն ինչ երևի թե սկսում են ամենասկզբից։ Եվ կարծում եմ այս փուլից սկսած Տիկին Թևանյան, մեր խնդիրը հետևյալն է քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ։ Լավագույնս հասկանալ այն նյութերը, որոնք որ այս մրցույթի արդյունքում ստացել ենք, վստահաբար այնտեղ դիտարկման արժանի նախագծեր կլինեն, այդ նյութերի համադրությամբ ունենալ շատ նախնական մի տեխնիկական առաջադրանք ասեմ, ինչ ասեմ, մի ձևակերպում, որը որ մեզ թույլ կտա հետագայում ինչ որ մի տրամաբանությամբ արդեն քաղաքապետարանին այս գործընթացը այդ կետից սկսած առաջ տանել, գտնել ներդրողներ պոտենցիալ եւ կոնդի վերակառուցման ծրագիրը վերջապես սկսել իրականացնել, որովհետեւ տենց անընդհատ մենք շատ ենք խոսում, շատ անընդհատ տենց խոսում ենք մրցութային ընթացակարգով անենք, այս անենք, այն անենք, դու տենց տեսնում ենք, որ շատ դեպքերում մրցութային ընթացակարգը միշտ չի, որ լավագույն լուծումն է, լավագույն տրամաբանությունն է, կամ սխալ կազմակերպված մրցութային ընթացակարգը միշտ չի, որ լավագույն լուծումն ու լավագույն տրամաբանությունն է, եւ այստեղ պետք է փոքր ավելի իրական կյանքին մոտ լուծումներ գտնել, որը էլի կարա լինի մրցութային տրամաբանությամբ, բայց մի քիչ ավելի այնպիսի, որը որ կտա արդյունք։ Շնորհակալ եմ Տիկին Թևանյան, շարունակեք աշխատել գործընկերների հետ, ձեզանից ակնկալում ենք որոշակի նյութ, որը որ Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ կկարողանա առաջ տանել եւ այդ նյութը կդարձնի ծրագիր, սկզբից էսկիզ, հետո էսկիզից կդարձնի մաստեր պլան, գլխավոր հատակագիծ կոնդի վերակառուցման, գլխավոր հատակագծից արդեն կբաժանի ինչ որ մի տրամաբանությամբ եւ մրցույթներ կհայտարարի վերակառուցման։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։